բայց հավատացեք ինձ, որ ամենադժվար որոշումից հետո գալիս է ամենալավ շրջանը։ Ասում են հաջողության հասնելու համար պետք է հիշել, թե որտեղից է սկսվել քո ճանապարհը։ Ուսանողական նստարանից մինչև մեդիա կայսրություն եւ նախարարական ամբիոն։ Ինչպես է փոխվում մարդը, երբ անցնում է այս ամբողջ ճանապարհով եւ ինչն է մնում անփոփոխ։ Եվ հաղորդումը գնում է այդ ուղղությամբ։ Մի ամբողջ սերնդի մեդիա հիշողությունը։ Արմեն Ամիրյան։ Ես դեռ դպրոցական տարիներից մոտ 11-12 տարեկան մուտք գործեցի այստեղ հանրային ռադիո եւ մասնակցում էի ռադիոյի եւ հեռուստատեսության տարբեր հաղորդումներին։ Եվ այդպես իմ սերը դեպի ռադիո հեռուստատեսություն արդեն կար եւ բազմապատկվեց, հազարապատկվեց լինելով այստեղ։ Ես որոշել էի, որ պետք է դառնամ դերասան։ Չգիտեմ ինչու։ Մայրս, որ շատ անկեղծ կին էր, շատ անկեղծ եւ շատ այսպես հողին կանգնած կին էր, ասում էր այդ տղա, խելքդ գլուխը թավակի, ուրիշի կնոջը պաշելով ընտանիք չես պահի, կարգին մասնագիտություն ընտրի։ Եվ ընտանիքը որոշեց, որ ես պետք է ընդունվեմ պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ես գնացի եւ ընդունվեցի, այդ 25-ի մեջ էի, բայց չգնացի դասերին։ Եվ բնականաբար 6 ամիս չանցած ինձ դուրս հանեցին պոլիտեխնիկական ինստիտուտից, ինչու չգնացի, որովհետև սեպտեմբերի 1-ին ես արդեն աշխատում էի այս շենքում, մանկական հաղորդումների խմբագրությունում որպես ռեժիսորի օգնական։ Եվ որոշեցի, որ պետք է անպայման շարունակեմ իմ ուսումը, իմ նախընտրած ոլորտում, եւ այդ տարի, արդեն հաջորդ տարին կուրս էր հավաքում Յուրի Արամայիսի Երզնկյանը, կինոռեժիսոր, ես որոշեցի, որ պետք է սովորեմ իր կուրսում։ Դիմեցի եւ ընդունվեցի, եւ փառք Աստծո, որ այդպես դասավորվեցի կյանքը, որովհետեւ մանկավարժական այն ժամանակ ինստիտուտում եւ կուլտուրայի ֆակուլտետում ես հանդիպեցի բացառիկ մարդկանց, որոնք կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում ոչ թե ավանդ են թողել, այլ մի հսկայական հատորներ են գրել։ Այնուամենայնիվ, հիշելով նորից մեր ուսանողական տարիները, պիտի ասեմ, որ դրանք հրաշք տարիներ էին, եւ շատ շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ ինձ բաժին հասան հենց այդ տարիները։ Հայաստանի ռադիոն այսօր մոտ 20,000 ժամ ձայնագրություններ ունի մեր մշակույթի բացառիկ գոհարներ։ Եվ դա իսկապես ես համարում եմ մեր ազգային հարստության ամենակարևոր ադամաններից մեկը, որ պահվում է այստեղ։ Հանրային ռադիոյի մասով պետք է ասել, որ հանրային ռադիոն բովանդակային առումով առաջատար է եղել, կա եւ այդպես էլ լինելու է։ Ընդհանրապես երազելը շատ լավ բան է։ Ցանկացած գործի մեջ, եթե դու երազես եւ քո երազով պատկերացնես ու տեսնես վերջնական արդյունքը, ուրեմն դու մեծ շանս ունես, որ հասնելու ես այդ արդյունքին։ Եթե այդ պահին քեզ թվում է դժվար որոշում, ուրեմն դու աշխարհի ամենաբախտավոր մարդն ես, որ դու կանգնել ես այդ որոշման առջև եւ պետք է համարձակություն ունենաս այդ որոշումը կայացնելու։ Եթե չհամարձակվես, դու ավարտվում ես այդտեղ։ Դու պիտի համարձակություն ունենաս, որոշումը կայացնես եւ շարժվես առաջ։ Քո առջև նոր դռներ, նոր ճանապարհներ են բացվում։ Ցանկացած մեծ ճանապարհ ու ձեռքբերում ի վերջո հենց այս բանաձևին է հանգում։ Լինել սեփական որոշումների տերը։ Քայլել համարձակ եւ երբեք։ Ոչ մի իրավիճակում չդադարել երազել։ Սա է Արմեն Ամիրյանի ձեռագիրը՝ սեփական կյանքը կերտելիս։